Վերջին զանգ հեռուստասերիալում կրկեսը շարունակվում է։ Անգելինան շարունակում է ապրել բոլորի հորինած սուտ իրականության մեջ։ Ճարահատյալ նա զանգում է Ֆայնային, որովհետև այլևս ոչ ոքի չի հավատում։ Ֆայնան նրա միակ հույսն է, գոնե մեկ մարդ, ով իրեն չի խաբի։ Հանդիպման ժամանակ Անգելինան հստակ ասում է. «Դու վերջին մարդն ես, ում վստահում եմ, խնդրում եմ, մի խաբիր ինձ»։ Իսկ Ֆայնան ասում է ճակատագրական խոսքերը. «Դու իրավունք ունես իմանալ ճշմարտությունը»։ Լարվածությունը հասնում է գագաթնակետին, հենց այստեղ։ Անգելինան անհամբեր սպասում է, թե ինչ է ասելու Ֆայնան։ Մինչդեռ ամենաստոր կերպարներից Անետը շարունակում է խաբել Աննային, թաքցնելով Սոսի ողջ լինելու փաստը։ Երբ Աննան իմանում է, որ Արամը հիվանդանոցում է, ցանկանում է գիշերով գնալ նրան տեսակցության, սակայն Անետը համոզում է սպասել մինչև առավոտ, իբր չցանկանալով նրան նեղություն տալ։ Իսկ իրականում ուզում է գիշերը մենակ գնալ հիվանդանոց, հանդիպելու նաև Սոսին։ Սոսին, ում տեսնելն այս պահին Աննայի համար առավել քան ճակատագրական կարող է դառնալ, հատկապես հաշվի առնելով Աննայի հղի լինելու փաստը։ Պարզապես նա կարող է կորցնել իր երեխային այդքան մեծ ապրումներ ունենալով։ Աննան չի հավատում Անետի խոսքերին և գաղտնի գնում է նրա հետևից։ Մի քանի րոպե հետո արդեն Աննան հիվանդանոցում է։ Այս ընթացքում հիվանդանոցում իրար են խառնվել բոլորի ճակատագրերը։ Արամին վիրահատում են, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Բագրատը, Սոսը, Լիլիթը, իսկ հետո նաև Անետն ու Աննան բոլորը նույն վայրում են։ Ամեն ինչ կախված է դռան հետևից հնչող լռությունից, կփրկեն Արամին, թե ոչ։ Բայց մյուս հարցը ոչ պակաս կարևոր է, արդյոք կհանդիպեն Սոսը և Աննան։ Աննան նույնիսկ չի կասկածում, որ Սոսը ողջ է, իսկ Սոսը բոլոր հնարավոր միջոցներով խուսափում է այս հանդիպումից։ Նա ասում է, որ Աննայի հետ իր հանդիպումը պետք է լինի արժանապատիվ ձևով, ոչ թե այս քաոսում։ Իսկ մյուս ճակատում իրավիճակը ել ավելի է սրվում։ Սոսի մարդիկ ներխուժում են Սեմի տուն, բռնում Սեմին ու նրա դիմադրությունը ճնշելով տանում նկուղ։ Մերին զարմացած է, բայց մի կողմից էլ չէր կարող ուրիշ բան լինել, քանի որ գիտեր Արամի հետ այդպես վարվելուց հետո ինչ-որ մեկը գալու էր Սեմի հետևից ու պատժելու նրան։ Բայց այս անգամ դա Բագրատը չէ, Սոսն է, հայր, ով պատրաստ է ամեն գնով պաշտպանել իր որդուն։ Նկուղում Սոսը նայում է Սեմի աչքերին և ուղիղ հարցնում. «Դու ինչ կապ ունես իմ որդու հետ պատահածի հետ։ Լավ մտածիր, թե ինչ ես պատասխանելու, որովհետև հենց դրանից է կախված քո կյանքը»։ Բացի այդ, Սոսը սպասում է, որ Արամը ապաքինվի, իսկ դրանից հետո նա կզբաղվի շախունցներից վրեժ լուծելով, նա կանի ամեն ինչ, որպեսզի փաստագույնս պատժվի Միքոն, ոչ թե խոսքերով, այլ գործով։ Հարգելի հետևորդներ, արդյոք այս գիշեր Աննան և Սոսը կհանդիպեն հիվանդանոցում, թե նրանց հանդիպումը կրկին կհետաձգվի։ Գրեք մեկնաբանություն։ Ո՞ւր ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Թարմա վայ։ Հա, թարմա։ Ոնց вообще-то Կասկածում եք, երեխեք։ Չորս օրվա է։ Վերջին զանգ հեռուստասերիալին չէի սպասում։ Համեցեք։ Որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կադրով չի երևում։ Սկսած սցենարներս են, ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեմ, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն էինք նետել, հիշում եք։ Բայց ստեղ է, ամեն անգամ նկարելուց անում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուշի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք ևս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել։ Լոգարանն է։ Պահարանում ինչ ունես։ Պահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասը բացում եմ ինչ-որ բան եմ անում, ինչ վերից ոչ մի բան չկա։ Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրուն հատված ունենք, ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Բացի՛լ է, բացի ասում եմ, աստորեն դու ես հորս գլուխի կերել, ասում բացի։
Բարև բոլորին։ Կաննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետքա ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ ա սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տպում, կամ ինձ եմ տպում։ Լրիվ կռիվ կինո եմ խաղում, հա։ Մեր վերջի զանգի նկարահանումները շարունակվում են։ Այնա։ Բագոն վազել է սովորում, որը թե ֆուտբոլի առաջնություն։ Պատրաստ ով ասում եմ լավ գնում ես կյանք փոխած։ Ինչով ստոպ չտամ չտաց։ Մոտոր։ Դեմ նայելով հիմա մի վիդեո։ Գնաց։ Ստոպ։ Ախա։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը շեն տվե անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում ոց չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու միշտ ծիծաղում ենք։ Սուգաշ թորիների դասում փոցա։ Սա գնացի։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ։ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, Որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում։ Կարոպետան մեզի։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, ես ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտա, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ ցույց տա։ դրանով գնալու ենք մեր ստուդիա։ Ուրա։ Դու նկարում իրական։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդուլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ, ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջի զանգ հեռուստասերիալի սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ, ասեմ ձեզ, չէ, հետ նման չենք իրար, կամ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար, օրինակ ես իմ տեսակով շատ տաքարի ունեմ, բռնկվող եմ, կարամ մի անգամից հունից դուրս գամ, տենց կռիվների մեջ ընկնեմ, մի խոսքով